Բարև ձեզ, Factor TV հյուրը միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն է, բարև ձեզ։ Պարոն Կարապետյան, Միացյալ Նահանգների զինուժը հայտարարում է, որ նոր հարվածներ է հասցրել Իրանին հրադադարի համաձայնագրի ավարտված լինելու վերաբերյալ նախագահ Թրամփի հայտարարությունից ժամեր անց ըստ ԱՄՆ-ի 90 ռազմական օբյեկտ է թիրախավորվել, Իրանը հայտնել է 3 զոհի եւ վիրավորների մասին եւ ըստ Իրանի թիրախում է եղել Բանդար Աբբասը, որտեղ գիտենք ամենախոշոր նավահանգիստներից մեկն է, նաև ռազմական օբյեկտներ, տարբեր քաղաքների են հարվածներ հասցվել, վերսկսվեց պատերազմը։ Այո, ուղիղ վերսկսվեց։ Որովհետև խիստ կասկածելի էր այն հրադադարը 60-օրյա, որի մասին մենք ոչ վաղ անցյալում ամսի 27-ին ձեր տաղավարում ֆիքսեցինք, որ շատ կասկածելի է այդ խաղաղությունը, որովհետև ինստիտուցիոնալ խաղաղություն չի կայացել, որպես այդպեսին։ Փաստը այն էր, որ մտահոգություններ կային, որոնք որ չէին փարատվել, թե մասնավորապես ավելի շատ Միացյալ Նահանգների կողմից, քան Իրանի, որովհետև Իրանը իր կարմիր գծերը գծել էր, հստակ կար, շվեյցարական բանակցություններում հստակ դիրքորոշումը հայտնել էր եւ կարծես կոնսենսուսի էին եկել, բայց արյուտես Միացյալ Նահանգներին թե հիմա իսրայելական գործոնը կա, որ հրահրման քաղաքականությունը, որը միշտ վարում են, իհարկե ոչ ակտիվ սցենարով ոնց որ նախորդում էր, բայց փաստային է, որ նրանց համար գերխնդիրը միջուկային ծրագրի հրաժարումը տեղի չունեցավ, որը գերխնդիր է որպես այդպեսին։ Համենայնդեպս Միացյալ Նահանգները դա են ներկայացնում։ Կնեք այն փաստաթուղթը, որ ներկայացնում էր որպես հրադադարի հիմք, մի մասը համաձայնեցված էր, մի մասը դեռ պետք է բանակցվի, այնտեղ լուծումներ չկային միջուկային ծրագրի։ Այնտեղ մի շարք լուծումներ կային այդ թվում միջուկային ծրագրի մասով, բայց միջուկային ծրագրի մասով Իրանը տվել էր բավականին հիմնավոր խոստումներ, որ միջուկային ծրագիրը իր բարօրություն եւ իր պետության օգտագործվելու եւ բացառվում է ցանկացած միջուկային ծրագիր, որը տեսքը որպես այդպեսին կրելու է ռազմական բնույթ։ Այդ դեպքում ինչու էլի հարվածներ ամեն հասցրեց, եթե այդպես տեսեք, խնդիրը շատ այլ տեղում է թաքնված, այստեղ ես միշտ պնդել եմ հետեւյալ կարծիքը, որ Միացյալ Նահանգների գեր ցանկությունը դա ենթակառուցվածքներին, նավթավերամշակման գործարանեն եւ ընդհանրապես ընդերքին անգամ տիրանալն է Միացյալ Նահանգների, որի մասին անթակույց խոսել են։ Այսինքն կնեք միջուկային գործարքն էլ ձեռնտու չէր ամերիկյան կողմից։ Ոչ, անկախ այն բանից, որ ՄԱԳԱՏԵ-ով էլ մի քանի անգամ հաստատվել է դիտորդների կողմից, որ այո, այն քանակի արտադրություն չկա, որով կստեղծվեր միջուկային ռումբեր կամ զենքեր ցանկացած տեսակ։ Հետևաբար այս ամեն ինչը խոսում է նրա մասին, որ որքան էլ իրենց ամերիկյան հեգեմոնիզմը տարածաշրջանում փորձում են մեծացնել, բայց գեր նպատակը այս պահին ոչ թե անգամ Իսրայելի ցանկություններն ու քմաջուկներն է պատերազմը այլ ֆազայի բերելու, այլ կոնկրետ իր նպատակներն է տարածաշրջանում ենթակառուցվածքների վրա ավելի վստահելի հավակնություն ներկայացնելու եւ տիրապետելու։ Եվ եթե իրանք փորձեցին տարբեր սցենարներով, ծնգի բերել Իրանի ժողովրդին եւ իշխանություններին, դա իրենց մոտ չստացվեց։ Հետևաբար իրանք համար ալիբի ստեղծեցին կրկին Հորմուզի նեղուցում տեղի ունեցող ինցիդենտները, հարված հասցրեցին, ընդ որում ասեմ, այստեղ քննարկվում է թե հարվածը առաջինը ով է հասցրել, համենայն դեպս մաքսիմալ անաչառ անկողմնակալ աղբյուրները հաստատում են, որ Միացյալ Նահանգներն է եղել առաջին հարված հասցնողը Հորմուզի նեղուցին նավերի վրա, եւ այստեղ է որ կար պայմանավորվածություն Հորմուզի ազատ ռեժիմի մասով, բայց այդ գործարքը այդտեղից, այսինքն կարելի ասել դա եղավ հիմնական թեժ պահը, որը որ ակտիվ փուլ մտցրեց նորից պատերազմական գործողությունները։ Ու այստեղ է որ անկեղծ, երբ որ տեսնում ենք ուրեմն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, թե ինչպիսի բառամթերքով է խոսում ու ներկայացնում իրավիճակը ԱՄՆ նախագահը, հասկանում ես, որ այստեղ անգամ անձնական քենապահության ու վրեժխնդրության սեգմենտը նաև արկա։ Այսինքն այդ մարդուն գուցե եւ ինքը անձամբ չէ, բայց իրեն հրամցնում են, որ մարդը իրեն թույլ է տալիս, ասի, որ Իրանի ժողովուրդը դա անառողջ ժողովուրդ է, անգամ քաղցկեղ է եւ արմադախիլ պետք է անենք այդ ժողովրդին, անգամ եթե մի ժամանակ ասում էր քաղաքակրթությունը անգամ պետք է գետնին հավասարացնենք, հիմա նման հայտ, այսինքն էքզիստենցիալ անգամ, հա։ Կնեք, բայց ԱՄՆ-ն այս հարվածներով ինչի կարող է ձգտել նաև զուտ հավասարակշռությունը ապահովելու համար, հիշեցնեմ, որ նաև իրանական կողմն է հարվածներ հասցրել ամերիկյան այլ ենթակառուցվածքների տարածաշրջանում։ Պատասխան հարվածներն է դա։
տպավորություն չստեղծվի, թե ես իրանական, հա, ինչ որ եւ այնտեղից կա եւ այնտեղից։ Բա եթե պատերազմն է, ուրեմն երկուստեք են իրար, հա, պատերազմում երկու կողմերն են տուժվում, երկու կողմերը բնականաբար մեկը մյուսին փորձում է մաքսիմալ վնասել։ Տվյալ դեպքում Միացյալ Նահանգների սպառազինություն զինամթերքի սպառման այդ տենդենսն է գնում, որ ի վնաս իրենց է, որովհետև ավելի շատ տուժում են որպես ենթակառուցվածքներ ամերիկյան ռազմաբազաները, որոնք տեղակայված են արաբական թերակղզու իրենց գործընկեր տարածք պետությունների տարածքներում։ Եւ այստեղ է որ հարվածները ԱՄՆ-ն արդյոք չունի երաշխիքներ, որ չասեմ անսպառ են լինելու իր ռազմամթերքները, եթե լի երկարատև process է գնալու ռազմական, բայց գոնե երկար ժամանակ բավարարելու է։ Միջնաժամկետ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր բավարարելու է։ Ես ունեմ նման ինֆորմացիա, որ հերզգետն էլ այդ մասին ակնարկեց, բայց ես կարծում եմ, որ այս դատարը, որը եղավ, անունը դնելով Խամենեի, հա, հուղարկավորության process, էլ ընդ որում ներկայացվեց միջազգային հանրությանը որպես բարի քայլ, բարի հումանիստական դրսևորում, իհարկե դա այդպես չէ, դա վերազինվելու համար էր այս process-ը, բնականաբար իրանական կողմը միամիտ չէր եւ ակնկալում էր, որ նման սցենարներ կլինի։ Եթե հետևում եք լրահոսին, արդեն խոսք է գնում անգամ հայտարարության տեսք ստացավ Խարգ կղզու գրավումը, նավթավերամշակման գործարանն էլ է այնտեղ, իրենց գերխնդիրը նաև կոլապս ու կրիզի ստեղծելը հենց որպես նավթարդյունահանող երկիր Իրանի համար։ Եվ այստեղ է, որ իրենք հիմա հասկանում են, որ ցամաքային ոչ մի սցենար ռազմական գործողության տեսակետից հնարավոր չի, իրանք փորձելու են Միացյալ Նահանգների ռազմաբազաներով հարակից տարածքների փորձեն հարվածել, ճնշել այնքան, որ օֆիցիալ կուլմինացիան լինի փաստաթուղթ, որտեղ որ ոչ թե հուշագիր, ոնց որ նախորդում էր, այլ կոնկրետ հուշագիր, որտեղ որ հստակ Միացյալ Նահանգների օպերատիվ թույլտվությամբ տեղի կունենա միջուկային ծրագրից հրաժարվում եւ անգամ ռեակտորների այսպես մուտք ու ելքի թույլտվություն, այսինքն բազաների մուտք ու նրանց գերնպատակը, այսինքն կառուցված չէ խոսքի վրա, որը որ վստահությունն է տալիս իրանական կողմը։ Խոսքը գնում է, որ իրենք պետք է տիրապետեն ամբողջ անցուդարձին, որը կապված է միջուկային ծրագրի հետ։ Իրենց գերնպատակը հիմա դա է։ Կնեք, իսկ Իրանը ինչու ամերիկյան պահանջները չի կատարում միջուկային ծրագրը։ Իսկ ինչի պետք է կատարի։ Չէ, նկատի ունեմ պատճառաբանությունը, չէ, որ ամերիկյան կողմը կարող է ասել, դուք ընդհանրապես ասում եք, որ նպատակ չունեք միջուկային զենք ստեղծելու, հետեւաբար հրաժարվեք պաշարից ունեք նավթ, գազ, գնացեք եւ այդ պաշարով Պարոն Անանյան, զարգացրեք ձեր տնտեսությունը։ Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է բացառապես իր ազգային ու պետական շահերից ելնելով իր ժողովրդի ու պետության համար բարենպաստ պայմաններ ու իրավիճակ ստեղծել։ Միացյալ ասում են, եթե նպատակ չունեք միջուկային զենք ստեղծելու, ինչն է դա պետք է պաշարել։ Դրան կա կոնկրետ հստակ պատասխան, դրան կա ՄԱԳԱՏԷ-ի հadoop ուրեմն ձևաչափը, որտեղ որ հստակ ներկայացվել է ինչի համար է դա, ինչ ծավալով է արտադրվում եւ ինչի համար։ Դա ներքին սպառման համար է։ Ուրանի հարստացումը ինքնին որպես միջուկային ծրագրի մաս գյուղատնտեսության համար անհրաժեշտ բայց Իրանը հասել է մի աստիճան, որ մի քայլ է, չէ՞ մնում զենք դարձնելու։ Չէ, ոչ թե մի քայլ է մնում, տեսեք, ուրիշ բան աստիճանն է բարձր նկատի։ Շատ ճիշտ նկատառում եք անում։ Ուրիշ բան, որ ինքը նպատակ դնի ու հասնի այդ նպատակին եւ ես ցած վստահեցնում եմ, եթե միջուկային ծրագրի գերնպատակը դա է, ավելի քան վստահ եմ, որ նրանք ունենել է այդ զենքը։ Ուրիշ բան, որ դա շատ գրագետ ձևով այդ ամեն ինչի մասին մենք տեղեկացված չենք։ Այստեղ խնդիրը ես ավելի քան վստահ եմ, որ այն արսենալը ու սպառազինությունը, որը ունի այս պահին Իրանը, չի բացառվում, որ մանավանդ եթե մի երկիր, որ ունի հեռահար անգամ բալիստիկ հրթիռներ, ուրեմն միջուկային զենք չի ունենա։ Թույլ տվեք կասկած հայտնել այդ մասով, մինիմում կասկած հանենք, հա։ Եվ երկրորդ այս մասով էլ եմ կրկնում, Միացյալ Նահանգները եթե իր համար գերխնդիր է դարձրել միջուկային զենքի արկայությունը եւ դրանով իր անվտանգությունը, Միացյալ Նահանգների համար առնվազն տարակուսելի է այդ հարցը քննարկել, թե արդյոք
էկզիստենցիալ վտանգ է դա ներկայացնում կոնկրետ Միացյալ Նահանգների հետ, որը լրիվ այլ աշխարհամասում է։ Ուրիշ բան, որ իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունները գալիս են Մերձավոր Արևելք։ Այստեղ ավելի շատ այդ մասով լավագույնս կարող է մտահոգություն ունենա Իսրայելը, քան Միացյալ Նահանգները։ Այսինքն ԱՄՆ-ն իր անվտանգության հետ կապված չի կարող։ Այս պատերազմը ամերիկացի ժողովրդի պատերազմը չի, բազմիցս եմ ասել։ Դրա համար հետագայում էլ ինքը խնդիր է ունենալու, որտեղ լեգիտիմ պատերազմ չի, Կոնգրեսի Սենատի հաստատումը չի եղել։ Կներեք, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախ վարչակազմից ինքը առաջնորդում է նաև իր դաշնակիցների, այսպես ասենք, շահերով եվրոպացիների հետ կարող են խնդիր ունենալ, բայց շարունակել մնալ ՆԱՏՕ-ում եւ պարտավորություններ ունենալ նույն Իսրայել, ԱՄՆ, Բայդեն, Նեթանյահու հարաբերությունները մեղմ ասած փայլուն չեն, բայց էլի ԱՄՆ-ն Իսրայելին դաշնակից էր համարում եւ զենքի մատակարարում եղավ, երբ որ այդ Գազայի հատվածում ռազմական գործողություն սկսվեց, այսինքն իսկ ամերիկյան այդ մտահոգությունը դաշնակիցների անվտանգության վերաբերյալ Իրանի հարևան, արդյոք դա լեգիտիմ մտահոգություն չէ։ Մտահոգություն որպես այդպեսին, որ որպես բարեխիղճ ռազմական գործընկեր ինքը իր պարտն է կատարում, ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհետև նախ եկեք տարանջատենք ՆԱՏՕ-ի անդամ լինելով գործընկերները այլ հարթություն ունի այսօր, ու հենց հիմա Թուրքիայում այդ մասով է գնում քննարկում, ընդ որում այստեղ կարևոր ինֆորմացիա ձեզ ասեմ, եթե տեղյակ եք 50 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկայի սպառազինության նոր ուրեմն գումարի ներդրման մասին եղավ խոսքը եւ 50 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային սպառազինության եւ ֆինանսական աջակցություն սպառած։ Հետևաբար այստեղ նայեք ուրիշ բան է, երբ որ Միացյալ Նահանգները որքան էլ գիտեք ինչ վերաբերմունք է դրսևորում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, անգամ ՆԱՏՕ-ի անդամ գլխավոր քարտուղարը ասում էր, որ արտարացված է Իրանի վրա հարձակումը, այդուհանդերձ ներքին խնդիր ու պառակտումներ կան այս կառույցի մեջ, որքան էլ որ այնտեղ ֆիքսվեց, որ մեկի վրա հարձակումը դիտարկում է հարձակում բոլորի վրա եւ այդ տրամաբանությամբ գործընկերային հարաբերությունները առաջին տեղում են, բայց այդ ֆրոնտում չեն կարող դիտարկել, որ ՆԱՏՕ-ի անգամ անդամ երկրներին, եթե այս պահի դրությամբ Թրամփը հրահանգի կամայական, հա, ասի, որ պետք է մասնակցեք, ամեն մեկը տեսին ձևաչափով այդ երկրները ձեռնպա են մնալու, ավելի քան վստահ եմ, ոնց որ ձեռնպա մնացին նախորդ պատերազմական էտապի ժամանակ։ Ուրիշ բան է, որ առանձին ու առանձնահատուկ տա երաշխիքներ սպառազինության աջակցություն Իսրայելին եւս այս պահին համատեղ գործելու։ Այս պահին ես ավելի քան վստահ եմ, որ հիմա գերխնդիր է դրված Հորմուզի ամբողջական ուրեմն իրենց ազդեցության տարածումը ամբողջ ուրեմն Հորմուզի նեղուցի վրա, այո, ընդ որում Օմանի հատվածով ցամաքային եւ ոչ միայն, հա, ցամաքային հատված մինչև Քուվեյթի սահման Իրան, Իրաք այդ հատվածը եւ իրենց գեր նպատակը նաեւ ես կարծում եմ, որ այս պահին դրված է Խարկ կղզու գրավումը, որի մասին ակնարկ եղավ ու այսօր հաստատվեց այդ մասին։ Ես կարծում եմ, որ օտադեսանտային ուրեմն օպերացիա կարող է տեղի ունենալ առաջիկայում, եթե Խարկ կղզին գրավի, որը ռազմական տեսանկյունից, ռազմաստրատեգիական տեսանկյունից խիստ կարևոր է Իրանի համար, ապա Իրանը շատ լուրջ խնդիրներ կունենա այս մասով։ Եվ այստեղ էլ ուրիշ մի հատ հարց կարող է ձեր մոտ առաջանալ, բա Իրանը ինչ դաշնակիցներ ունի, որ այս մասով օգնի իրեն։ Որովհետև կարծես հերահար օգնություն, հա, Ռուսաստանը, Չինաստանը տրամադրում են, այդ իրանց առանցքի մեջ է հետաքրքրությունների նաև օգտակար լինել, բայց ամբողջ բեռը Իրանի ուսերին է։ Բայց նրանք չեն ուզում ԱՄՆ-ի հետ մտնել։ Իհարկե առերեսվել չեն ուզում, բնական է։ Հետևաբար հետկուլիսային օգնությունը պարզ է կլինի։ Հիմա առաջիկայում, որբիսի հիմա այս պահին ունեցած մեր ինֆորմացիան ճիշտ վերլուծենք, զուտ մեկնաբանություններով չսահմանափակվենք, ունենք այն, որ ինչպես ասեցի, Խարկ կղզու գրավելու մասին ակնարկ եղել է, ես կարծում եմ, որ դա ուղղակի այսպես ժողովրդական լեզվով ասած պարաշ չի եւ փորձելու են այդ քայլին գնան, կոլապս ստեղծելու համար, նավթավերամշակման գործարանների հանդեպ ինչ որ մի հատ ծրագիր մշակեն, որ այ ինչպես հիմա Ուկրաինան է Ռուսաստանին, հա, ունե զրկում նավթից եւ բենզինից, այդ սցենարը ես կարծում եմ նույնիսկ այս նախադեպը, որը բավականին արտարացրեց իրենց սպասումները ռուսական սցենարով, կարող է գործարկեն Իրանում, այսինքն տրոնային պատերազմի տեսքով փորձեն նավթավերամշակման գործարաններին, ենթակառուցվածքներին հարվածեն։ Ընդ որում, էլի այստեղ Թրամփը շատ անկեղծ ու շիտակ ասեց այդ մասին առավոտյան։ Հեգզետն էլ այդ մասին հստակ ասեց, որ այո, ֆինանսավորումը սպասում ենք հաստատվի եւ ռազմական գործողությունները շարունակվեն։ Այսինքն մտնում ենք մի նոր ակտիվ ֆազա։ Ինչքան կարող են շարունակվել այդ ռազմական գործողությունները, այսինքն եթե
նաև դիտարկենք Իրանի պոտենցիալը, առնվազն նաև միջազգային փորձագետներ նշում են, որ սպասվածից շատ դիմակայեց Իրանը եւ թեև ամերիկյան կողմը նպատակ դրել էր այսպես կառավարման համակարգի փլուզում կամ ավելի բարձր նպատակ իշխանափոխություն, ռեժիմի լիակատար փոփոխություն եւ այլն, այդ նպատակները չիրագործվեցին կամ մասամբ անձափոխություն ավելի շատ տեղի ունեցավ, բայց գաղափարախոսությունը մնաց դիմակայել ամերիկյան այս ճնշումներին, որը կարող է լինել այն իրատեսական նպատակ ամերիկյան հասկանալի։ Տեսեք, երբ որ մայիս ամիսներ, եթե չեմ սխալվում, Ալի Լարիջանի եւ ողջեր եւ իսլամական կորպուսի ղեկավարը փաստացի հայտարարեցին, որ Իրանը կարող է դիմագրավել մինչեւ ուշ աշուն, վաղ աշուն, ու այս մասով իրենք հստակ ասեցին, որ մեր սպառազինությունը մեզ հերիքացնում է ամենօրյա ռեժիմով պատերազմական գործողություններ վարել եւ դիմադրել, այսինքն պաշտպանական եւ հարցագողական երկուստե գործողությունները կատարեն։ Նոր իսլամական կորպուսի ղեկավարը, ուրեմն ժամեր առաջ արեց հետևյալ հայտարարությունը, որ ինչքան պետք է այդքան էլ կձգենք։ Հիմա տեսեք, եթե իրարամերժ հայտարարություն չընկալենք դա, չդիտարկենք, ապա մինչև աշուն դերևս ունեն։ Եթե սա արվում է ներքին լսարանին կամ միջազգային հանրությանը ներկայացնել, դա հարցում մյուս կողմն է։ Ուրիշ բան, որ իրոք ունեն, այդ մասին կամ իրենք ակնարկում են, որ այս մինչև այս ժամկետը ու ակնկալում են, որ այդ ժամկետը դիմադրեն, սպասեն, կամ դա արվում է հասկանալի մանևրը, քաղաքական, ռազմաքաղաքական մանևր արվում։ Հիմա էդի պարզա որ ժամանակը ցույց կտա, բայց ես էլի կարծում եմ, որ այն արսենալը, որը ունի Իրանը, կարող է դիմադրել դերևս մինչև հաջորդ տարի անգամ։ Ուրիշ բան թե ծավալը ու մասշտաբները ինչպիսին կլինեն։ Ենթակառուցվածքների, հարվածների, ուրեմն հասցեական հարվածները ինչպես կկազմակերպեն Միացյալ Նահանգները, որը կառաջացնի քաոս ու ճգնաժամ երկրում, ընդ որում տնտեսական ճգնաժամ, որը էլի ինչքան էլ միասնական է ժողովուրդը համախմբված է, բայց եկեք ընդունենք, որ երբ որ կենցաղային խնդիրները լրջանան, այդտեղ ներքաղաքական շատ լուրջ խնդիրներ կարան առաջանալ։ Իրանը ուներ մի զենք Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն, որ կարողացավ, եթե անկեղծ խոսենք, օգտագործել, նաև ճնշում բերելու ամերիկյան կողմի վրա, որ տարբեր երկրներ նավթագազային ռեսուրսների գները բարձրացան եւ տարբեր երկրներ նաեւ սկսեցին հարցադրումներ անել ամերիկյան կողմին նեղուցի այսպես գործունակության վերաբերյալ այս պահին ինչ իրավիճակ է դրա շուրջ տեսանք որ նավթի գները էլի որոշակի աճ են արձանագրել իհարկե դե տեսեք ինչքան Հորմուզի նեղուցու հետ կապված այսպես իրավիճակները թեժանան, բնականաբար բարելի գինը ելնելու է, դա ստանդարտ մեխանիզմ է, դա հասկան բորսաները գները թռցնելու են վերև։ Դա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև անխոչընդոտ ու անվտանգ երթևեկը չաբավվի ծովային։ Իսկ դա էլի հիմա վեճ կա, նեղուցի գործունակության։ Իհարկե վեճ կա, բա հենց այդ եմ ասում, տեսեք, եկեք աշխարհագրորեն մի հատ պատկերացնենք։ Խար կղզու գրավումը, որի մասին որի օր անգամ ակնարկում եմ, եթե դուք նայում եք աշխարհագրորեն իր գտնվելու վայրը եւ ձեռքբերումը, դա նշանակում է, եթե դու ձեռք ես բերում այդ կղզին եւ ընդունենք մի հատ իրավիճակ, երբ որ օտատեսանտայինին հաջողվում է գրավել կղզին, այսինքն սեփականացնել, այսպես ասած, ժամանակավոր թեև մուտք ու ելք է պետք այդ կղզին նախ։ Մուտք ու ելք հասկանալի է Քուվեյթից, ուրեմն Քատարի կողմից, Սաուդյան Արաբիայից իրենք ջրային մուտք ու ելք ապահովեն, որովհետև մանավանդ քիչ տարածք է։ Այդտեղ ընդամենը 50-60 կիլոմետրի տարբերություն է, բայց եթե նրանք դա ուզում են գրավեն, տրամաբանորեն ինչի համար են գրավում, որովհետեւ նավթավերամշակման ամբողջ գործարանը իրենց տիրապետության տակ անցնի, իրենք կարողանան վերահսկել նաև նավթի վաճառքը։ Այսինքն իրենք փորձելու են այստեղ վենեսուելական սցենարը իրականացնել։ Իսկ դրա համար ինչ է պետք, կա մեկ ճանապարհ, դա Հորմուզի նեղուցն է Օմանի հատվածով բաց լինելը։ Օմանի հետ կգտնեն լեզու։ Իրենք այդ մասով խնդիր չեն ստեղծի։ Այստեղ խնդիրը, որ իրենք կարողանան նաև ապահովել երթևեկը, ջրային երթևեկը։ Հիմա այդ երթևեկը ապահովելու համար պետքա ինչ անեն, նախ ճնշեն,
մաքսիմալ ճնշեն, այ ինչի եմ ասում, իրենց համար ըստ տրամաբանության ռազմական արվեստը ասում է, պետք է ենթակառուցվածքները վնասես, ուշադրությունը շեղես կենտրոնական հատվածների վրա, հա, ինչ որ քաղաքացիական շինություններ, նորից կրկին չի բացառվում, որ ղեկավար կազմի լիկվիդացման սցենարներ մշակեն։ Հաջորդիվ իրանք իհարկե գիտակցում են ամեն մեկին 5-6 տեխնազու կա, դա չի արծը, հա, փոխարինողներ, բայց իրենց համար պետք է կատվածահարանեն երկիրը ներսից, որից հետո նոր ինչ որ մի էտապում, երբ որ ամենանպատակարար պարագայով չի բացառվում իմ ասած սցենարը, որի մասին էլ եմ կրկնում, դա ես չեմ ասում, այդ մասին խոսում են բարձրաստիճան ղեկավարությունը, անձամբ Թրամփը խոսեց Թուրքիայից։ Շատ լավ, ամփոփելով էլի մեր հատման կետ ԱՄՆ-ի եւ Իրանի դա Թրամփի ուղին է, որը դեռևս փաստաթղթերի համաձայնեցման փուլում է եւ չի սկսվել կառուցվել։ Այստեղ ես հաճախ եմ լսում հայկական տարբեր քաղաքական գործիչների, փորձագետների կողմից հոռետեսական գնահատականներ, բայց մի քանի այսպես նրբություն կա, որ հաշվի չի առնում, օրինակ որ Իրանը նույն Սյունիքում լայնածավալ շինարարական աշխատանքներում ներգրաված է, այսինքն Սյունիքը դարձել է ոչ թե այսպես ասենք առճակատման եւ բախման վայր, այլ եվրոպական փողերով ըստ էության իրանական ընկերությունները, հա, այնտեղ աշխատանքներ են կատարում։ Կարող ենք մենք արդյոք Իրանին ցույց տալ նաեւ իր շահը նույն Թրամփի ուղու առնչությամբ, որովհետեւ հեջված չի լինի, չէ՞, նաեւ Իրանի կողմից օգտվել հայկական երկաթուղիներից, ինչքան էլ դա Թրամփի ուղի կոչվի, դեպի Վրաստան, եթե ստացվի Թուրքիա, դեպի Եվրոպա կապ ստանալու համար։ Եկեք ընդունենք մի իրավիճակ, երբ որ Թրամփի ուղի անվանումը կարող է դարերով անգամ շարունակվի արձարծվել, անգամ մեր կողմից, հա, փորձագիտական։ Փաստային է, որ կարևորը ճանապարհը եթե կա, հիմա Թրամփի ուղի է, եւ երկրորդ այդ մարտիկ անverջ չեն, էլի իրենք էլ են գնալու, հաջորդիվ տարբեր իրավիճակներ կարող են լինել, բայց այստեղ ուրիշ բան է, տեսեք, որքան էլ անհատները գնան, լիդերները գնան, կա հստակ մի դիրքորոշում, որը ես կարծում եմ գործող իշխանությունները փարադել են այդ մտահոգությունը, ընդ որում այստեղ փորձագիտական դաշտում էլ պետք է հասկանանք, որն է որ adekvat մտահոգություն է եւ adekvat մտավախություն է, դրանք ուրիշ հանգամանքներ են։ Ես օրինակ ունեմ մտահոգություններ հասկանալի պատճառներով եւ ես ակնկալում եմ, որ ռեալ պոլիտիկով ես տեսնեմ այդ ամեն ինչը հողի վրա, թղթի վրա, նոր հանգիստ լինեմ, որտեղ որ ես տեսնեմ, որ ոչ մի կերպ չի ստորադասվում կամ անտեսվում հայկական ազգային պետական շահը եւ այլն, եւ այդ մասով որից է ռիսկեր չի ներկայացվում Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Հիմա բազմից է եղել, որ գործող իշխանությունները ամենաբարձր մագարտակով երաշխավորել են, որ որևիցե կերպ որպես այդպիսին անվտանգային ռիսկեր իր մեջ չի պարունակում այս գործարքը, որպես այդ ճանապարհը լինի անունը Թրամփի ուղի։ Եվ իրանական կողմը մշտապես շեշտում է, որ հայկական կողմը մեզ վստահեցրել է, որ խնդիրներ չեն։ Այո, իրանական կողմը դա ասում է, այսինքն իրանական կողմի համար, եթե դա էլի անվտանգության շատ կարևոր սեգմենտ է իր այդ 40 կիլոմետր Հայաստանի հետ եւ անխապան պետք է գործի։ Մենք այդ մասով 0 խնդրեմ ունենք իրանց հետ։ Իրենց համար այո, ինչ որտեղ այդ հատվածը կարող է երկրորդ, այսպես որպես կարմիր գիծ, նույնիսկ իրենց խոսույթում պատտվում է փորձագիտական, ասում են երկրորդ Հորմուզի նեղուցն է։ Եթե նա ծովային է, նա ցամաքային է։ Իրանց համար իհարկե սա անվտանգային լուրջ հարց է։ Իրանց համար Հայաստանի Հանրապետության հետ ունենալ միասնական սահմանը, որը տարավոր, հա, պատմական սահման է, դա իրանց համար առաջնահերթություն է եւ անգամ չի քննարկվում։ Այս մեր համար էլ է շատ լավ, որտեղ այստեղ երկուստեք անվտանգային սեգմենտը պահպանվում է։ Էլի եմ կրկնում, այո, հայկական կողմը բազմիցս ապահովության, երաշխավորության այն ամենաբարձր ցուցիչով ներկայացրել է, որ որևիցե կերպ սա չի դժում ու դուք շատ ճիշտ նշեցիք, որ անգամ իրանական ընկերություններին են հրավիրել հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներին, ենթակառուցվածքների շինարարությանը մասնակցելու։ Եթե չեմ սխալվում, Հայաստանի վարչապետը ասում էր նաև դպրոց մանկապարտեզ այդ ծրագրերի կառուցմանը ինչ որ կա, այդպես պրոյեկտներ կա, բայց այդ մեգա պրոյեկտներ լոգիստիկայի մեջ, այո, Իրանը կարող է անմնացորդ չմնալ, բայց դա բացառապես հայկական կողմի ճշգրիտ ձևաչափով հավուր պատշաճի ներկայացնելը, թե ինչ ձևաչափով եք դուք մասնակցելու։ Այսինքն պետք է աշխատանք տանել Իրանի հետ, նրան փորձելով ներգրավել եւ նաև իր աչքերով համոզվելու, որ այդտեղ իր դեմ որևէ առավել եւս, նայեք, առավել եւս, որտեվ այստեղ կամա ագամա մի հատ դրվագ կա, որ իրանական կողմը
մի վերապահում կարող է ունենալ, որը որ իրավիճակից ելնելով է ստեղծվել, այսինքն Հայաստանը չէ որ նման իրավիճակի առաջ է կանգնեցրել։ Խոսքը վերաբերում է, որ այսքան տարի, տասնամյակներ Իրանն է ապահովել Արևմտյան Ադրբեջանի ցամաքային կապը Նախիջևանի ինքնավար մարզի հատվածի հետ։ Բնականաբար այդ ամբողջ երթևեկը ապահովել է, գումարներ է ստացել, դա բյուջե է գնացել ու այսօր կա ալտերնատիվ ճանապարհ, որը որ ընդ որում հիմա էլ են կառուցում, գիտեք, կամուրջներ, ճանապարհները բարելավում են, բայց հայկական ճանապարհը լինելու է լուրջ ալտերնատիվ իրենց համար։ Այսինքն, որպես եթե դա դիտարկենք բիզնես պրոյեկտ, այո, դա խանգարում է իրենց, բայց այնպես չի, որ նրանք չեն, որտեղ այդ ծավալները որ եկա վաղը միսօր միջին միջանցքի տրամաբանությամբ այդ ամբողջ երթևեկը ապահովեցին, դուք պատկերացնում եք, այդ կարող է հայաստանյան այդ 40 կիլոմետրը ֆիզիկապես չհասցնի անգամ այդ երթևեկի ապահովումը։ Հետևաբար նաև այստեղ Իրանը հայկական կողմը դիվանագիտորեն պետք է այդ մեսիջը տա, որ գալու է մի բան, որ որքան էլ ճանապարհը անցնելու է հիմնականում Հայաստանով, բայց այդ ճանապարհից նաև դուք եք այդ հատված, որտեղ ընդամենը 3-4 կիլոմետրի տարբերություն է։ Շատերը նախընտրելու են այդ պրոբկաների մեջ չկանգնելու, հավելյալ քաշքշուկը, շրջանցիկ ճանապարհ։ Եվ առհասարակ շատ մարդիկ անգամ նայեք ինչ եմ ասում, եթե գա մի этап, որ անվտանգության երաշխավորությունը այնքան բարձր մագարտակով լինի, որ ադրբեջանցին մտահոգություն չունենա Հայաստանյա, միևնույն է իրենց համար շատերի համար էլի նախընտրելի երթևեկը միևնույն է մնալու է Իրանով անցուդ, այսինքն մենք այնպես չի, որ ամբողջապես փակում ենք այդ շնչուղին իրենց, երթևեկի շնչուղին։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհետևենք։ Factor TV-ում հյուրընկալել ենք Դավիթ Կարապետյանին։